Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Հաթային պատմական հայկական եկեղեցին ավերեկի ավերածվել Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը Իզմիրում, Տաթևի Մծ անապատում նոր վիմագիր արձանագրություն է հայտնաբերվել, Լամբակ մի կուճիր բառի մծ պատմությունը, դիալոգի դրոշը Արարատագագաթին, լույսատեսալ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հետազոտությունների լույսի ներքո գիրքը, հակաեկեղեցական պայքարը խորհրդային ժամանակաշրջանում հունցն ներարկվելիս Հայաստանը Արցախի եկեղեցիները, Շուշին փոխմաղազանչեցոց եկեղեցու պատմական միջավայրը։ Բազմամշակութային պատմությունով ու հարուստ հնագիտական ժառանգությունով հայտնի Արևմտյան Հայաստանը Հաթայ նահանգի Դորթիոլ շրջանում Օզերլի թաղամասում տարիներ շարունակ անուշադրության մատնված հայկական եկեղեցու պատմական ավերակներն են պահպանվել։ Ենթադրվում է վերտրանք 1877 թվականին կառուցված Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավերակներն են, թեև կառույցի պաշտոնական անվանումը հալամ հստակեցված չի, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարյանի արձանագրությունների համաձայն Կարեինի հենց այդ եկեղեցին։ Պատմական աղբյուրների համաձայն 19-րդ դարի վերջին Օզերլին 3 արտունա ունեցող աշխույժ բնակավայր էր 250 հայկական ու 50 մուսուլման ընտանիքներով, շենում ու գործան եկեղեցի, շկոլ, շուկա ու այլ կառույցն է։ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը նշվել Իզմիրա Նոթր-Դամ դե Լուրդ եկեղեցում հավատացյալների մասնակցությունով Սուրբ Պատարագը մատուցալը Արսեն Քահանա Էնքիջյանը, քարոզին վախտը անդրադարձ կատարվել Սուրբ Աստվածածնի հավատքի հնազանդության ու Աստծո նվիրվածության օրինակին։ Պատարագից հետո կատարվալա խաղողորտներ, իսկ օրհնված խաղով բաժանվալա ներկաներին։ Տոնը Իզմիրա հայ համայնքին հետ տերալը հավատքի միասնության ու համերաշխության ղաշենք առիթ։ Տաթևի Մծ անապատում իրականացվող պեղումներին վախտը հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ վիմագիր արձանագրություն։ Արման Ալբանդյանի ղեկավարած արշավախումբը արձանագրությունը հայտնաբերել է քարը շրջելուց հետո։ Նախնական ուսումնասիրությունների համաձայն վիմագիրը կարա տեղեկություն պարունակի անապատի խցերի կառուցման պատմության ու այնտեղ բնակված կամ հիշատակված անձի մասին։ Արձանագրությունը մհենգ ուսումնասիրվում է։ Պեղումների վախտը պետքվալ նաև բնակելի խցեր, տնտեսական կառույցներ, միջնադարյան աղբյուրներ։ Աշխատանքները շարունակվում են։ Լամբակ բառը հայերենում նշանակում է կոճակի անցք, բայց դրա պատմությունը շատ ավելի հարուստ է։ Բառը դարեր շարունակ օգտագործվել է հայկական տարբեր գավառներում տարբեր հնչյունական ձևերով։ Նորայր Տատուրյանի հոդվածը ներկայացնում է Լամբակի կիրառությունը կենցաղում հագուստի մեջին ու հայկական մշակույթը, կապվում է նաև պատմական կերպարների, ազգային հերոսների ու գրականության հետ, նշաստելով թահունց կարեկուճիր օղակը իր մեջին ամփոփ է հիշողություններ, սոյգ, հպարտություն ու սեր։ Հեղինակին հետի Լամբակը պարզապես կոճակի անցք չի, այլ հայկական կյանքի ու հիշողության խորհրդանշական մասնիկ։ 2017-ից 2019 թվականներին Մոսկվայի Սուվորովյան հրապարակում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի նվիրված ցույցերին վախտը պարզված դիալոգ հասարակական կազմակերպության դրոշը ծածանվել է Արարատի Գագաթին ծովի մակերևույթից 5165 մետր պիծրությունի երա, իբրև տարբեր երկրների մարդկանց բարեկամության, փոխադարձ հարգանքի, պատմական հիշողության ու ընդհանուր արժեքների շուրջ միասնության խորհրդանիշ։ Դիալոգ կազմակերպության անդամ Ելենա Շուվայևայի գլխավորությունով իրականացված այս վերելքը Իրանհետի 8-րդն էր։ Խմբի կազմել է նաև Մոլդովիայից գիտնական Տատյանա Յանգայկինան։ Խմբի սաղ անդամները ապահով ետ են տարալ Հայաստան։ Մոնումենտ ոչը հայտնվում է լույսատեսալ Արցախի Տիգրանակերտ պատմամշակութային կերպարը հնագիտական հետազոտությունների լույսի ներքո գիրքը վերամփոփում է քաղաքի վերաբերյալ աղբյուրագիտական սաղ տվյալներն ու հնագիտական հետազոտությունները։ Գիրքը հեղինակական 21 հետազոտողն է Հայաստանը արտերկրա։ Գիրքը հայերեն լեզվով հրատարակվել Արևելյան Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության ու ազգագրության ինստիտուտի կողմից 360 էջ 600 նկարազարդում խմբագիր Համլետ Պետրոսյան մասնակցությամբ Արմինե Գաբրելյանի։ Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցու նկատմամբ իրականացվող սահմանափակումները տարածվել նաև Արցախա-Իրան 1920-1930-ական թվականներին ՄԽԼ եկեղեցին է կապվել, իսկ հոգևոր կյանքը ենթարկվել է խիստ վերահսկողության։ Փակված եկեղեցական շինություններից մի մասը օգտագործվել է աշխարհիկ նպատակներով, որպես ակում մշակույթի տունը պահես կամ այլ հասարակական տարածք։ Անաստված թերթի հրապարակումները վկայում եկեղեցիների փակման գործընթացը ընդգրկելիս էլ նաև Արցախաբնակավայրերը։ Այս քաղաքականության դարդան Արցախա ՄԽԼ եկեղեցին է զրկվել նրանց հոգևոր ու համայնքային նշանակությունը։ Թայզ արբանյակային նկարները նշանցնտան վերօկուպացված Շուշիում թայզաշինություն էին կառուցում 19-րդ դարի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում փոխելով Հուշարձանի պատմական միջավայրը։ 1887 թվականին սարքված եկեղեցին 2020 թվականի պատերազմից հետո ենթարկվել է վնասների, իսկ Ադրբեջանի կողմից իրականացված վերականգնման գործերի ընթացքում փոփոխվել են հայկական ճարտարապետական մի քանի տարրեր։ Caucasus Heritage Watch-ի տվյալներով թայզաշինարարությունը շարունակում է փոխել Ղազանչեցոցի հարակից պատմական տարածքը, վտանգելով Հուշարձանի ամբողջականությունը, իսկությունը։ Նման գործընթացներ արձանագրվում նաև օկուպացված Արցախ այլ հայկական եկեղեցիների ու մշակութային ժառանգության վայրերի նկատմամբ։ Սիրելի հայրենակիցներ, այսօր այդ այսքանը պատրաստալ ապրիք ուշադրության հետ իպանտկացիք։